2024 թվականի համայնքային ոստիկանության լավագույն տեսուչը մայոր Գոռ Հովսեփյանը հպարտությամբ է հիշում իր մուտքը ոստիկանության համակարգ։ Սպորտի նկատմամբ սերը նախ նրան տարել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, այնուհետև դպրոց։ Զբաղվում եմ մանկավարժությամբ, ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը։ Ընթացքում ամել դասավանդել եմ տեղի միջնակարգ դպրոցում, գյուղի դպրոցում, Մեծամորի, որպես ֆիզկուլտուրայի և շախմատի ուսուցիչ։ Մայոր Հովսեփյանը համակարգում է 2016-ից, նախ ծառայության է անցել ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում, այժմ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ է։ Պատմում է, որ մանկավարժական փորձն ու գիտելիքները հատկապես անչափահասների հետ աշխատանքներում նրան շատ են օգնել։ Քանի որ շփվում ես երեխեքի հետ, պետք է հոգեբանությունը շատ լավ հասկանաս, որ երեխան կիսվի քո հետ, քեզ նայի որպես իրան ընկեր, ավագ ընկեր, ունեցել եմ հաշվառվողներ անչափահասների բաժանմունքում, Մինչև օրս շփվում եմ երեխեքի հետ, արդեն բանակ են գնաց եկի, հասուն տղամարդիկ են ու շնորհակալություն են հայտնում, որ հետևողական եմ եղել, որ այսօր իրանք կարող են աշխատեն պետական կառույցներում։ 2024 թվականի ընթացքում 60-ից ավելի դեպք է բացահայտել, այդ թվում առանձնապես խոշոր չափի թմրանյութի հայտնաբերումներ, բնակարանային գողություններ, մարդու դեմ ուղղված հանցագործություններ։ Աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ բացահայտումներից ավագ տեսուչը ցավով է հիշում տարիներ առաջ գրանցված մանկապղծության դեպքը։ Բոլորիս համար մեծ ցավ էր, չունենք տեսանկարանող ինչ-որ տեսախցիկներ, ականատես վկաներ։ Մի շաբաթ ձեռնարկեցինք օպերատիվ հետախուզական միջոցառումներ, շատ ծավալուն, շատ բազմաբովանդակ ծավալուն կազմակերպեցինք ու արդյունքը տվեց։ Նրա խոսքով յուրաքանչյուր հանցանքի բացահայտում փոխում է ոստիկանի նկատմամբ հանրային ընկալումը։ Մեր աշխատանքը հիմնականում հասարակության հետ է ու հասարակությունը տենում է, որ 24 ժամ ծառայում ենք պետությանը, ծառայում ենք ժողովրդին։ Հարցին, ինչպիսին պետք է լինի ոստիկանը, Հովսեփյանը պատասխանում է. Համբերատար, քաղաքակիրթ, զսպված, կոռեկտ, գրում ես ուսադիր, պետքա պատվով գրես այդ ուսադիրը։ Ավագ տեսուչը պատմում է, որ ընտանիքի անդամներն ու հարազատները սովորել են իր աշխատանքային ռիթմին, կյանքի կարևոր իրադարձություններին հաճախ ներկա չլինելուն էլ ըմբռնումով են մոտենում։ Նման պատմություն կա, շատ հիշարժան է, աղջիկս ծնվեց քաղաք Երևանում Մարգարյան հիվանդանոցում, 2 օր անցա պետքա դուրս գրեմ, բայց ունենք շատ կարևոր ծառայություն, որպես ես պետքա ներկա գտնվեի պարտադիր ու չկարողացա գնա հիվանդանոց, դուրս գրման այդ արարողությունը, ու ամենակարևորը, որ քո ընտանիքի անդամները, կինը, երեխան, մյուս հասկանում են այդ ամեն ինչ ու ըմբռնում են մոտիկ անում։ Ծառայության ընթացքում մայոր Հովսեփյանը բազմաթիվ պարգևներ է ստացել, ինչպես խրախուսական, այնպես էլ գերատեսչական։ Օրենքի պատվար եւ գերազան ծառայության համար շքանշանների կողքին 2024 թվականի լավագույն տեսուչի կոչմանն արժանանալը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Մեծ պատիվ է լինել հանրապետությունում առաջինը։ Այսպիսին է 2024 թվականի լավագույն համայնքային ոստիկանը, որի հաջողության կարևոր գրավականը ոստիկանի ու մանկավարժի մասնագիտական ու անձնական որակների համադրությունն է։